ունենան։ Պարոն դեսպանը մի հարցի անդրադարձավ կապված էլի բանակի հետ, այո, ես շատ կարևոր եմ համարում եւ շնորհակալ եմ Խաղաղության եվրոպական գործիքի արդեն երկրորդ որոշման առիթով եւ դա շատ կարևոր որոշում է, բայց ես էլի ուզում եմ մի թեմայի անդրադառնալ կապված բանակի եւ անվտանգության հետ, որովհետեւ իհարկե մեր խնդիրն է բանակը անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ շարքում հնարավորինս հետ դնել, հնարավորինս հետ դնել, դրա մասին առիթներ ունեցել եմ խոսելու, հիմա նաև հետևյալն եմ ուզում ասել, տեսեք ես հայտարարություն եմ արել և նաև այս ընթացքում մենք խմբեր ենք տարբեր հրավիրում ցույց տալու վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան Եվ դահլիճում կամ մարդիկ, ովքեր այդ այցերին ներկա են եղել կամ կազմակերպում են, եւ մենք երբ որ մարդկանց հրավիրում ենք, դա ակնհայտ է, չէ՞, որ մենք նշանակմա ցույց տալու բան ունենք, մենք ուզում ենք մարդիկ տեսնեն, որովհետեւ մենք համոզված ենք, որ այդ տպավորությունները կլինեն։ Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր նրբության անդրադառնալ, որը մեր իրականության մեջ կարծես թե ընկալված չի։ Այո, մենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել Այսօր արդեն շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել։ Հարց է ծագում, բայց ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում, ասենք նախկինում։ Որ նախկինում։ Եկեք պայմանական ես մի ամսաթիվ նշեցի 2022 թվականի հոկտեմբերի 6։ Ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ։ Միթե մենք չէինք ուզում, միթե մենք չենք դիմում։ Մենք դիմում էինք բոլորին։ Մենք դիմում էինք բոլորին։ Բայց մեզ ասում են շատ քաղաքավարի մեզ մերժում էին եւ ասում են մենք ուղղակի հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետեւ մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Ավելին, մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Եվ 2022 թվականին, երբ որ մենք Պրահայում հայտարարեցինք Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ ոչ միայն մենք դա հայտարարեցինք, այլև մեր քաղաքականությունները վերաձևակերպեցինք այդ տրամաբանությամբ ըստ էության սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասացինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու եւ մենք ըստ էության այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք հայտարարեցինք, հռչակեցինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով եւ միայն ինքնիշխան սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքի ներսում։ Իհարկե այդտեղ նյուանսներ կար կապված սահմանազատման եւ այլնի հետ, մենք դա էլ պարզաբանեցինք, որ քանի որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը համատեղ գործունեության ընդունված է եւ մենք համոզված ենք, որ այս պահի խնդիրները, որոնք կապված են մեր ինքնիշխան տարածքների հետ, որոնք չեն գտնվում մեր վերահսկողության ներքո, դրանք բոլորը կլուծվեն սահմանազատման գործընթացում, հետեւաբար մեր բանակը ինքնապաշտպանականից բացի այլ խնդիր չունի։ Եվ հետո պարզվեց, որ հետո պարզվեց այդ դեպքում շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք դռներ ծեծեն։ Մեզ ասում են, իսկ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, մենք ձեզ կարող եւ պաշտպանական սպառազինության պաշտպանական ամբողջ շուկան, գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց։ Չեմ էլ ուզում թաքցնեմ, այդտեղ կա երկրորդ նյուանսը նույնպես, որը կապված էր հապկի հետ։ Որտեվ երկրորդ նյուանսն էլ դա էր, որովհետև հապկի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր, երկրորդ, ես նույն չի ասի երկրորդ, նույնիսկ երրորդ, չորրորդ, բայց այնուամենայնիվ խոչընդոտ էր միջազգային այս շուկային հասանելիություն ունենալու համար։ Բայց մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք,
Մենք ունենք իրադրություն, որ նույնիսկ $100 միլիոն մենք ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք դրա դիմաց տեխնիկա, սպառազինություն եւ տեխնիկա, եւ մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան քաղաքավարի, պարզապես այդ մատակարարումները չէր իրականացվում։ Եվ այստեղ այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք ինչպես պարոն Սաֆարյանն ասենք, այդ պարադիգմա պետքա փոխենք, որովհետև այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, այդ բանաձևերը չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների եւ իրադրությունների ստեղծումը եւ նաեւ այդ էր որ պատճառը, որը լեգիտիմ որոշում էր, մենք սառեցրինք մեր անդամությունը հապկին եւ սա շատ կարևոր նյուանսներ են, որ նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չի, որովհետեւ այս հարցը պիտի շատ կոնկրետ պատասխան ստանա եւ ես կարևոր եմ համարում, որ այս նրբությունները մեր հանրությունը արձանագրի եւ նաեւ միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այս կոորդինատներում է դիրքավորվում, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը այս սկզբունքներով առաջնորդվում է։ Դուք նշեցիք եւ